Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, երբ ասում ենք կյանքը փոխող արտահայտությունը, բառացիորեն կարող ենք նկատի ունենալ լյարդի փոխպատվաստումը։ Սա ոչ միայն բժշկական, այլև մարդկային մեծագույն նվաճում է։ Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, եւ այսօր մեր տաղավարում է մարդ, ում մասնագիտությունը փրկում է կյանքեր, շատ սուր իրավիճակներում տալիս է երկրորդ շանս ապրելու հնարավորություն։ Դե դուք վիրաբույժներդ յուրահատուկ համագործակցության մեջ եք։ Այսպիսով ներկայացնենք բժշկական գիտությունների թեկնածու, ընդհանուր լապարասկոպիկ տրանսպլանտ վիրաբույժ բժիշկ Հայկ Հարությունյանին։ Նրանք, ովքեր հենց նոր միացան մեզ, մեր սրտաբուխ տաղավարից առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք հյուրընկալել ենք բժիշկ Հայկ Հարությունյանին, ով հանդիսանում է նաև Աստղիկ բժշկական կենտրոնի լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատորը, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ եւ Աշտարակ բժշկական կենտրոնում մանկական վիրաբույժ։ Բժիշկ Հարությունյան, բարի լույս, բարի առավոտ։ Բարի լույս։ Մենք սովորենք ասել առողջ առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ եւ առողջ առավոտ։ Ողջունում եմ ձեզ բժիշկ Հարությունյան մեր տաղավարում։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայի շուրջ լյարդի փոխպատվաստման մասին եւ իհարկե ողջունելու եմ, որ այսօր մեր Հայաստանի Հանրապետությունում եւս իրականացվել են եւ իրականացվելու են իհարկե նմանատիպ վիրահատություններ եւ հարցս այսպեսին է. երբ սկսեց Հայաստանը մտածել, երբ սկսեցիք դուք ինքներդ մտածել լյարդի փոխպատվաստման վիրահատության իրականացման մասին եւ ինչպես Հայաստանը քայլ առ քայլ գնաց դրան։ Մենք սկսեցինք դրա մասին մտածել 2015 թվականից, երբ որ բացվեց կենտրոնը գերհագեցած սարքավորումներով եւ երբ որ ես վերադարձա Թայվանի China Medical University Hospital-ից եւ այնտեղ ես անցել էի վերապատրաստում 3-ամսյա լյարդի փոխպատվաստման վերաբերյալ եւ իդեան ծնվեց ինքնաբուխ, որ ինչու մենք չենք կարող այս կենտրոնում իրականացնել փոխպատվաստում։ Բայց մինչ փոխպատվաստման հասնելը տևեց մոտ 4 տարի, երբ որ ձևավորվեց լյարդի փոխպատվաստման թիմը, վիրաբույժներ, ռադիոլոգներ, լյարդաբաններ եւ բոլորը իրենց նեղ մասնագիտության նպատակով ու գործուղվեցին վերապատրաստումների աշխարհի տարբեր երկրներ։ Եվ վերջապես 2019 թվականին երազանքը արդեն դարձավ իրականություն, մենք կատարեցինք մեր թիմով առաջին լյարդի փոխպատվաստումը Հայաստանում։ Առ այսօր քանի դեպք ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Առ այսօր մեծահասակների 8 դեպք եւ գիտեմ, որ մանկական փոխպատվաստման դեպքերը եւս 8-ն են։ Մեծ ճանապարհային քարտեզով կանցկացնեք պացիենտի նախապատրաստական փուլ, վիրահատություն եւ հետվիրահատական փուլեր, որոնք ենթադրում են մի շարք էթիկական եւ սպասարկման հարցեր։ Սիրով։ Առաջինը, ով է դնում ցուցումը լյարդի փոխպատվաստման։ Ցուցումը դնում են լյարդաբանները։ Լյարդաբանը ընտրում է այնպիսի պացիենտ, ում կյանքի ապրելիությունը առանց փոխպատվաստման եւ արդեն առանց դեղորայքային բուժման հնարավոր չէ երկարացնել եւ պարզապես ապրելիությունը չի հասնի մինչեւ 1 տարի։ Հետևաբար առաջինը ընտրվում է պացիենտը, որին ցուցված է լյարդի փոխպատվաստում։ Հաջորդ քայլը պետք է քննարկել բարեկամների ազգականների շրջանակում հասկանալ արդյոք ռեցիպիենտը, այսպես կոչված պոտենցիալ, ունի իր բարեկամների ազգականների շրջանակում այնպիսի դոնոր, որը կլինի ինքնակամ, առողջ եւ արյան խմբով եւ քաշով կլինի մոտ, արյան խմբով նույնը, իսկ քաշով մոտ պացիենտին եւ կցանկանա նվիրաբերել իր օրգանի մեկ մասը։ Երբ որ հայտնաբերվում է նման դոնորը, պոտենցիալ, սկսվում են դոնորի եւ ռեցիպիենտի աստիճանական հետազոտությունները։ Մինիմալից, նվազագույնից սկսեց ստուգել արյան խումբը, վիրուսները, եթե որևիցե մի բան շեղում է, այլևս նա որպես պոտենցիալ դոնոր հանդես չի կարող գալ։ Այնուհետև անցնում է մոտավորապես 1-ից 2 ամիս մի շարք պրոտոկոլային հետազոտություններ, որոնք որ աշխարհում ընդունված են եւ մենք նույնպես դրանք իրականացնում ենք, սկսած գլխի MRT հետազոտությունից վերջացրած վերջույթների դուպլեքս հետազոտություններով եւ ամենակարևորը լյարդի չափսն է։ Տեսեք, կենթանի դոնորից երբ որ մենք վերցնում ենք լյարդի մի մասը, աճբիլթը, այն պետք է կազմի 60-55%, եւ մնացորդային լյարդը 40 կամ 45% պետք է բավականացնի դոնորին։ Բացի դրանից լինում են երբեմն անատոմիական ճյուղիկներ, հա, լյարդից դուրս եկող անոթները եթե 3-ն են, լինում է որ մեկը մյուսին կպած են, ներաճած են կամ պարզապես այդ օրգանը ամբողջական բաժանել, 2 առողջ օրգաններ ստանալ հնարավոր չէ։ Իսկ երբ որ արդեն դոնորը եւ ռեցիպիենտը լիարժեք հետազոտվել են եւ
հաստատվել են, որ կարող են հանդես գալ փոխպատվաստման որպես զույգ, նոր մեր տրանսպլանտ թիմը վերջնական գնահատում է նրանց եւ արդեն նախապատրաստում է վիրահատական բուժման։ Բժիշկ Հարությունյան, ինչպիսի հաջողություններ ունենք մենք, քանի բուժարու ունենք վիրահատված, ես տեղեկացված եմ որոշակիորեն, որ անգամ վիրահատված պացիենտների շրջանակում ունենք կին պացիենտ, ով արդեն հղիացել է անգամ վիրահատությունից հետո, փոխպատվաստումից հետո եւ բալիկներ է ունեցել։ Կներկայացնեք մեզ տվյալներ։ Ներկայացնեմ, մեր տվյալները այսպիսին են, մինչև 1 տարի ապրելիությամբ, եթե գնահատենք, բժշկության մեջ 100% են բոլոր պացիենտները, թվով 8 պացիենտ ենք մենք ունեցել, մինչև 5 տարվա տվյալներով եթե ներկայացնենք 87.5% են կազմում, ինչու որովհետև մեր պացիենտներից մեկի մոտ ցավոք սրտի զարգացավ այնպիսի ներվիրահատական բարդություն, զարկերակի տրոմբոզ, որը բազմաթիվ միջոցառումներ ճիշտ է իրականացվեց, բայց չկա աշխարհում նման բուժում, եթե իհարկե դիակային փոխպատվաստում որպես այդպիսի նոր օրգան հայտնաբերել եւ փոխպատվաստում իրականացնել հնարավոր չլինի։ Ինչ վերաբերվում է առողջ մնացած պացիենտները, բոլորը առողջ են, բոլորը կենսունակ, իրենց աշխատունակ ժամանակահատված անցկացնում են ընտանիքի հետ։ Մեկ պացիենտ փոխպատվաստումից 2 տարի անց ծննդաբերել է 2 անգամ ընդ որում առողջ բալիկներ է ունեցել եւ ուրեմն բոլորը առողջ են եւ աշխատում են պարբերաբար գալիս են ստուգումների, դա շատ կարևոր մասն է, եւ մի դեղամիջոց, որ իմունոսուպրեսիվ դեղամիջոց է, այսինքն տեղադրված լյարդին օրգանիզմը, որպեսզի չթիրախավորի եւ օտար չընկալի ու վնասի մերժի, մենք ուրեմն նրանց նշանակում ենք այդ իմունոսուպրեսիվ դեղամիջոցը, որը որ պետք է պացիենտը ամբողջ կյանքի ընթացքում խմի եւ այդ տեղորայքի դոզան շտկելու համար, ընդհանուր վիճակը գնահատելու համար պարբերաբար տարին մի քանի անգամ մեր պացիենտները մեզ այցելում են, տեսնում ենք ինչպես են եւ ուրախանում ենք, որ մեր արդյունքները լավն են։ Այս պայն մենք առողջ առավոտի տաղավարից ձեզ առողջ առավոտ մաղթենք, սիրելի պացիենտներ, եթե հետևում եք մեզ, եթե հետո կտեսնեք եւ շնորհակալություն իհարկե որպես մարդ, որպես քաղաքացի, որպես գործընկեր ձեզ ձեր մեծ թիմին այդպիսի աշխատանքի համար, քանի որ մարդիկ փաստացի ապրում են եւ նույնիսկ լույս աշխարհ են բերել 2 առողջ բալիկ։ Բժիշկ Հարությունյան, իսկ ինչ որ ռեգիստր, հաշվառում, որոշակի հատուկ սպասարկում, արտոնություններ, պետության կողմից աջակցություն, չգիտեմ, այս շարքի էթիկական, իրավական ինչ առանձնահատկություններ ունի փոխպատվաստված մարդը, մասնավորապես լյարդը։ Պետությունը իր մասնաբաժինը օգնության պահով պացիենտի եւ վիրահատության եւ հետվիրահատական շրջանում իրականացնում է, օրինակ եթե փոխպատվաստումն արժի 17-18 միլիոն դրամ, 5 միլիոնը պետությունը վերցնում է իր վրա, առաջինը։ Երկրորդ դեղամիջոցը, որը որ ստանում է մարդը իմունոսուպրեսիայի համար, այդ դեղամիջոցը եւս պետության կողմից ստանում է պացիենտ անվճար եւ ամբողջ կյանքի ընթացքում կարող է խմել։ Բացի դրանից, քանի որ մեր պացիենտները ի սկզբանե արդեն հաշմանդամության կարգ ունեցող պացիենտներ են, նրանք օգտվում են ընդհանուր ուրեմն հաշմանդամություն ունեցող պացիենտների ընդհանուր սկզբունքներից։ Ներողություն, այսինքն լյարդը տրանսպլանտացիա փոխպատվաստում անելուց հետո իրենք դեռևս համարվում են հիվանդ։ Այո, դեռևս նրանք շարունակում են գտնվել։ Դա չի համարվում ռադիկալ բուժում։ Ռադիկալ բուժում համարվում, սակայն նրանք շարունակում են իմունոսուպրեսիվ դեղամիջոցները ստանալ եւ որպես հաշմանդամություն ունեցող պացիենտներ շարունակում են գրանցվել, բայց օրինակ նույն հաջողությամբ դոնորը նա ձեռք չի բերում հաշմանդամություն եւ 2-3 ամիս անց այդ լյարդը ունի միակ օրգանն է, որը ռեգեներացվում է, վերածվում նույն չափսի առողջ լյարդի եւ դրանով ուրեմն կարողանում է ամբողջ կյանքի համար ապահովել մարդուն։ Ես կուզեի մի փոքր մենք անդրադառնանք, կարծում եմ, ինձ թվում է, որ դուք նույն հարցը եմ, իհարկե, որ ցուցումների ժամանակ եւ մասնավորապես որ հիվանդությունների խմբերն են այնուհանդերձ հանգեցնում այս ծայրահեղ քայլին։ Առաջին տեղում համարվում են ցիրոզները, լյարդի ցիրոզներ։ Դա կլինեն վիրուսային ծագման, ալկոհոլային ծագման, ճարպակալման հետ կապված հարցերով, մետաբոլիկ խանգարումներով։ Հաջորդ տեղը, որը որ եւս գրավում է, դրանք ուռուցքային ծագման, ուրեմն խնդիրներն են։ Այստեղ պետք է դիտարկենք, որ լյարդի առաջնային ուռուցքի դեպքում, փոխպատվաստումը ցուցված, երբեմն լինում է պացիենտի հարազատը մոտենում է, խնդրում է, որ տարբեր ուռուցքների մետաստազները լյարդում առկա են եւ
խնդրում է փոխպատվաստման դիմել, դա հնարավոր չի, եւ եթե միայն առաջնային լյարդում է օջախը առաջացել եւ այնտեղ եւս կան կրիտերիաներ, որ չափսը չպետք է մեծ լինի, ուռուցքի 6-6.5 սանտիմետրից ավել կամ մի քանի հատ լինեն, 3-ից ոչ ավել սանտիմետրով կամ արտալյարդային դրսևորումներ չլինեն, նոր մենք ուրեմն կարող ենք որպես ուրեմն նրան դիտարկել փոխպատվաստման կանդիդատ։ Որոշակի իհարկե դժվար հազվադեպ հանդիպող հիվանդություններ եւս հանդիպում են, էնզիմոպաթիաներ կարող են լինել նորածնային հատկապես մանկական հասակում կամ կիստոզ, այնպիսի գոյացություններ, երբ որ ամբողջ լյարդը կիստաներով պատված է եւ այդ լյարդը որպես պարենխիմատոզ հյուսվածք չունի, եւս կարող է դիտարկվել կամ օրինակ Վիլսոն կանավալովի հիվանդության ժամանակ։ Բժիշկ Հարությունյան, շատ կարևորագույն մի հարց կա, որը որ Հայաստանի Հանրապետության մակարդակով դեռևս այդ հարցը բաց է, խոսքը դոնորի վերաբերյալ է, քանի որ մեզ մոտ, ինչպես դուք ներկայացրեցիք, առայժմ դեռ դոնոր հանդիսանում է բուժառուի հարազատը։ Արդյոք աշխատանքներ տարվում են այն ուղղությամբ, որպեսզի իհարկե օրենքի սահմաններում, խոսքը վերաբերում է դիակային, հա, տրանսպլանտը վերցնելու հետ կապված, ինչը էլ ավելի կհեշտացնի գործը եւ միգուցե եւ պացիենտների քանակը էլ ավելի կավելանա։ Արդյոք ինչ որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, որպեսզի հետագայում ավելի մեծ հաջողություններ ունենանք այս ասպարեզում։ Այո, իսկապես դոնորի խնդիրը շատ մեծ է, որովհետև մենք ունենք շատ պացիենտներ, որոնք որ կարիքը ունեն փոխպատվաստման, սակայն իրենց բարեկամների շրջանակում նույն արյան խմբով պացիենտ դոնոր չունեն կամ ունեն, բայց չի համապատասխանում որոշակի ուրիշ հիվանդությունների առկայության դեպքում։ Դիակային փոխպատվաստումը եւ կենթանի դոնորից փոխպատվաստումը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն հաստատված է 2002 թվականից։ Սակայն մինչ օրս դեռևս չի իրականացվել կենթանի դիակային դոնորից փոխպատվաստում մի շարք պատճառներով, որովհետև այն կարգավորումները, որոնք որ պետք է լինեն, դիակային մահը արձանագրող հանձնաժողով, նորմատիվներ եւ վերջի վերջո ամենակարևորը մեր հասարակության մեջ մենտալիտետի ընկալում, էթիկական խնդիրների ընկալում եւ ընդունում, որ եթե մարդու ուղեղը մահացել է եւ այն համահավասարազոր է կենսաբանական մահին, սակայն այդ վշտի այդ ցավի մեջ նաև կարող են նրանք 8 տարբեր մարդկանց կյանք փրկել, ապա ընդունվի դա հասարակության կողմից, ինչու՞ չէ նաև այստեղ կարևոր է կրոնական, ուրեմն կրոնի դերը մեր հայ առաքելական եկեղեցու եւ աշխատանքներ իհարկե տարվում են, նախարարությունն է դրանով շատ զբաղվում, մենք տրանսպլանտ թիմերն ենք զբաղվում եւ լյարդի փոխպատվաստման եւ երիկամի փոխպատվաստման եւ խոշորագույն կենտրոնները բժշկական, այո, դրանով որոշակիորեն կարգավորումներին մասնակցում են, բայց ընդունել դա եւ ադապտացնել Հայաստանին, կարծում եմ դեռ վաղ է, բայց նա շատ կարեւոր է եւ մենք ինքներս պետք է հասկանանք, ինչ ենք ընտրում, մահից հետո օրգանը հայտնվի հողի տակ աղբամանում, թե մեկ այլ մարդուն կյանք տա եւ դրանով հնարավորություն տա նրան ապրելու։ Թեպետ եւ համարձակ թեմա ենք շոշափում, սիրելի հեռուստադիտող, նրանք ովքեր հենց նոր միացան մեզ, առողջ առավոտ, մենք քննարկում ենք լյարդի փոխպատվաստումը եւ բժիշկ Հարությունյան, ես կուզեի մի այսպիսի հարց ուղղել։ Այս պահին կա պացիենտ, որ նախապատրաստական փուլում է։ Այո, մենք ունենք հենց այս պահին 4 պացիենտներ, որոնց որ հետազոտում ենք, նրանք 4-ն էլ հետազոտման փուլում են, եւ երբ որ պատրաստ կլինեն նրանց վերջնարդյունքները, համապատասխանությունները, մենք նրանց եւս պատրաստում ենք փոխպատվաստման։ Իդեպ դոնորների հետ կապված մի հատ շատ զավեշտալի եւ հետաքրքիր կլինի նաեւ մեր հեռուստադիտողներին ասեմ, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում եւ այդ թվում Հայաստանում օրգանների առք ու վաճառքը չի թույլատրվում։ Սակայն հանդիպել են 2-3 դեպք, երբ որ մարդը անձը մոտենում է հիվանդանոց, գտնում է ինձ կամ մեր գոլեգաներից մեկ ուրիշին եւ խնդրում է, որ ուզում է ցանկանում է իր լյարդի մի մասը վաճառել։ Ուզում եմ օգտվել ձեր հեռուստաընկերությունից եւ առողջ առավոտից ու ասել, որ օրգանները չեն վաճառվում եւ նման հարցով բժիշկներին դիմել, խնդրել, որ իրենց օգնեն, աջակցեն կամ իրենց համապատասխան ռեցիպենտ տրամադրեն, չի լինի։ Այդտեղ շատ տիպիկ հայկական հումորներ կարելի անել, բայց ոչ դերևս ոչ էտիկետը կպահենք։ Այնուհանդերձ մենք հաջողություն ենք մաղթում ձեզ, ձեր թիմին, մեզ, երկրին, որովհետև տարիներ առաջ իսկապես նման մասշտաբի, նման ծավալի վիրահատությունների մասին մենք կարող էինք երազել, եւ սա ոգեշնչում է կարծես թե եւ կոգեշնչի մյուս գործընկերներին, այլ վիրաբույժների թիմերին, ինչպես դուք ասացիք, սկսել երազելուց։ Այո։ Եվ մենք այս շաբաթ առիթ ենք ունեցել խոսել Հայաստանի դիրքից ամբողջ աշխարհում տարբեր ուղղությունների մեջ, կարծես թե նման
առաջին հայացքից փոքրիկ ենք ասում, բայց դրանք ահռելի մեծ աշխատանք են։ Այս փոքրիկ քայլերով Հայաստանը կարծես դիրքավորվում է համաշխարհային առողջապահությունը որպես կարողունակ երկիր, գոնե թե կարծում եմ շատ հետամնաց երկրներից շատ ավելի առաջ ենք այս առումով։ Իսկ գիտեք որ երրորդ տեղում ենք։ Կա այդպիսի ցուցանիշ։ Լյարդի փոխպատվաստման վերաբերյալ։ Հանրապես որ երկրների ցանկում քանի երկիր կա, որ բոլոր երկրներում արվում է։ Չէ, ոչ բոլոր երկրներում են արվում, բայց իհարկե մենք որպես սկսնակ երկիր ցուցակի ամենացածրում ենք, բայց դեռևս մի քանի տարի առաջ դեռևս չկայինք այդ ցուցակում եւ վերջերս ես մասնակցում էի Շիրազի հոսպիտալում այնտեղ լյարդի փոխպատվաստման ասիական կոնֆերանսներ եւ ես ներկայացնում եմ ընդամենը մեր 8 դեպքի վերաբերյալ զեկույց եւ զարմանալին էր որ նրանք թեկուզ կատարել են 1000-2000 տարեկան ընդ որում այդքան թվով փոխպատվաստումներ, բայց բոլորին հետաքրքիր էր ինչպես է նոր զարգացող, հա, բժշկության այս ճյուղը այդ երկրում սկսում առաջ գնալ, ինչպիսի բարդություններ են առաջանում, ինչպիսի դժվարություններ են առաջանում եւ զեկույցիցս հետո շատերը մոտեցան ու ասին, երբ որ դուք պատմում եք, մենք մեզ էինք վերհիշում տարիներ առաջ, երբ որ մենք նորից նույն ձև սկսել էինք 0-ից դարձնել 1, 1-ը 2 եւ այդպես դարձավ 1000։ Այնուհանդերձ վստահ եմ, որ մենք դուք ավելի շատ որպես ընդհանուր եւ լաբորասկոպիկ վիրաբույժ բժիշկ Ամիրյան հաստատ հպարտանում եք եւ ոգևորվում։ Միանշանակ իհարկե։ Հերոստատիտողը հարցնում է, երբ է լյարդի հիվանդությունը հասնում այն փուլին, երբ փոխպատվաստումը դառնում է միակ լուծումը։ Եկե մի քիչ շատ այսպես ասած համընդհանուր հարց է, բայց կարծես ինչ որ առողջ պատասխանել ենք, այո։ Իդեպ շատ լավ հարց է, գոյություն ունեն չափորոշիչներ, հա, MELT սանդղագոյություն ունի, Child-Pugh սանդղագոյություն ունի, անալիզների տվյալների հանրագումար է, որով ստանում են միավորներ, եւ այդ միավորները որքան բարձր են, այնքան մարդու ապրելիությունը 3 ամսվա համար, 6 ամսվա համար կամ 1 տարվա համար նվազում է։ Հետևաբար նման պացիենտին երբ որ գնահատվում է եւ լյարդաբանը ունի որոշակի աշխատելու դեղորայքային արսենալ, աշխատում է, փորձում է մաքսիմալ կոմպենսացված պահել լյարդին, բայց երբ որ գալիս է այն պահը, երբ որ այլևս կոմպենսացիան անհնար է եւ պետք է անցնել դեկոմպենսացիայի փուլում, առաջանում է որովայնում ասցիտիկ հեղուկ, մաշկը դեղնում է, առաջանում են էնցեֆալոպաթիաներ, տարբեր դրսևորումներ, գերակրափողի երակները լայնանում են եւ արյունահոսության մեջ մեծ վտանգներ ունեն։ Այսինքն մենք պետք է կարողանանք այնպիսի ճիշտ պահին, ճիշտ լուսավոր շրջանում նրանց հայտնաբերել եւ ցուցել փոխպատվաստման, որ դեռևս վաղ չլինի, որ կարող էին լյարդաբանները դեղորայքով գուցե տարիներ նրանց պահել եւ ուշ էլ չլինի, երբ որ արդեն փոխպատվաստումը կատարված եւ չկատարված, միևնույն է ապրելիության վրա չի ազդի, հակառակը կյանքի որակը արդեն տուժել է եւ այդպես էլ նա ակնկալվող արդյունքին չի հասնի։ Հարցերը շատ են, պատասխանները վստահ եմ անսպառ կլինեն, բայց մեր եթերաժամանակը ունի որոշակի սահմանափակում, այնպես որ մեզ մնում է շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկերոջը, ամբողջ թիմին, կենտրոնին, նման առաջընթացի համար եւ մաղթել, որպեսզի այդ 8-ը դառնա հաջողված 8000 դեպք, շատ արագ, շատ առաջիկա 10 տարում ենթադրենք։ Շնորհակալ եմ ձեզ, մաղթում եմ անխափան եթերներ։ Շնորհակալություն։ Մենք ունենք նախապատրաստված տեսանյութ լյարդի փոխպատվաստման վերաբերյալ, քիչ անց կդիտենք այն։ Լյարդը մարդու օրգանիզմի լուր, բայց ամենածանրաբեռնված օրգաններից է։ Այն պատասխանատու է ավելի քան 500 ֆունկցիայի համար՝ մաքրման, նյութափոխանակության, հորմոնային հավասարակշռության եւ շատ այլ կենսական գործընթացների։ Բայց երբ լյարդը դադարում է կատարել իր գործը, երբ այլևս հնարավոր չէ դեղորայքով կամ միջամտությամբ պահել նրա ֆունկցիան, միակ տարբերակը մնում է փոխպատվաստումը։ Լյարդի փոխպատվաստումը բարդ, բայց փրկող վիրահատություն է։ Այն տալիս է կյանքի երկրորդ հնարավորություն պացիենտներին, ովքեր կանգնած են ցիրոզի, հեպատիտների կամ լյարդի չարորակ նորագոյացությունների վերջնագծին։ Երբեմն դա փոքրիկ երեխա է, երբեմն երիտասարդ մայր, երբեմն մի աշխատասեր հայր, որի լյարդը սկսել է կործանվել անշշուկ։ Այս վիրահատությունը մարդկային բժշկության մեջ բարձրագույն մակարդակի ձեռքբերումներից մեկն է։ Այստեղ ամեն ինչ սկսվում է նվիրաբերումից, կամ դիակային, կամ կենդանի դոնորից, սովորաբար հարազատից։ Դոնորը տալիս է իր լյարդի մի մասը, փրկելով այլ մարդու կյանքը։ Սա պարզապես վիրաբուժություն չէ, սա մարդկային փոխադարձության գագաթնակետն է։ Փոխպատվաստումից հետո սկսվում է կյանքի նոր փուլ։ Այո, երկարատև վերահսկողություն է պահանջվում, այո, դեղորայքային աջակցություն է անհրաժեշտ, բայց երբ այդ ամենն արվում է ճիշտ թիմի եւ կամքի ներքո, կյանքը սկսում է կրկին ծաղկել։ Մարդիկ վերադառնում են աշխատանքի, վերադառնում ընտանիք, շարժվում են եւ հույս տարածում։
Լյարդի փոխպատվաստումը Հայաստանում արդեն իրականություն է։ Մենք ունենք բարձր որակավորում ունեցող վիրաբույժներ, հեպատոլոգներ, անեստեզիոլոգներ, որոնք պատրաստ են կրել այս պատասխանատվությունը, եւ ամեն փոխպատվաստված լյարդ մի նոր ապրած կյանք է։ Հիշենք նաև, լյարդի հիվանդությունները հաճախ տարիներ շարունակ ոչ մի ախտանշան չեն տալիս։ Ժամանակին հետազոտվել է կենսափրկիչ է, իսկ դոնոր դառնալը կյանք պարգևելու անփոխարինելի հնարավորություն։ Լյարդի փոխպատվաստումը մեզ հիշեցնում է, երբեմն կյանքը վերադառնում է այնտեղ, որտեղ բոլորը կարծել էին, որ ամեն ինչ ավարտված է։ Առողջ առավոտի եթերում հասանք առողջ ապրելակերպի խորհուրդներ խորագրին, որտեղ ես եւ Բժիշկ Ամիրյանը հնչեցնում ենք առաջին հայացքից շատ པարզ, բայց կարեւոր մտքեր եւ փորձում ենք տեղում ինչ-որ մեկնաբանություններ անել։ Սկսենք։ Լյարդը տառապում է լռությամբ, բայց մենք կարող ենք խուսափել հիվանդություններից հետևելով པարզ սովորություններին։ Իհարկե մենք բոլորս էլ այսօր ապրում ենք ոչ առողջ ապրելակերպով եւ այս մեր հաղորդման նպատակն է, որպեսզի խթանենք այդ առողջ ապրելակերպին, ինչ է պետք անել։ Պետք է փորձել չչարաշահել ճարպոտ սնունդը, որը որ կբերի լյարդի որոշակի հիվանդությունների առաջացման եւ համար առաջին տեղում կանգնած է իհարկե ալկոհոլը, իհարկե հաշվի առնելով, որ մեր հայկական գինիները բավականին համեղ են, երբեմն կարելի է կիրառել այն, բայց երբեք պետք չէ չարաշահել ալկոհոլը։ Այստեղ շատ կարևոր է չափաբաժինը, որովհետեւ անգամ թույնը կարող է փոքր չափաբաժիններով ունենալ բուժական էֆեկտ, որը որ հայտնի երևույթ է, բայց արդեն մեծ քանակով անգամ քաղցրը, շաքարը կարող է լինել հիվանդության պատճառ։ Շատ լավ։ Հակաբիոտիկ կամ ցավազրկող դեղեր ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ լյարդի պաշտպանությունը հաշվի առնելով։ Թերևս ոչ միայն լյարդի, մենք ունենք այդպիսի տենդենց, իհարկե դա արդեն էթիկական եւ իրավական կանոնակարգում է ստացել որոշակի Հայաստանի Հանրապետությունում, բայց այնուհանդերձ դեռևս կան դեպքեր, երբ որ հակաբիոտիկները չեն ընդունվում այնպես, ինչպես որ նշանակել է բժիշկը այստեղ։ Այսօր լյարդի փոխպատվաստման եւ լյարդի առողջության կոնտեքստում միշտ հիշենք այս կարևոր օրգանի մասին, որը չարաշահելու դեպքում ինտոքսիկացիա է ենթարկվում, թունավորվում է։ Չմոռանանք, որ այդ բոլոր վնասական նյութերը իհարկե դրանց համար պատասխանատուն իհարկե լյարդն է։ Հաջորդ թիվ. ակտիվացրեք ամենօրյա շարժունությունը խթանելով լյարդի, ինչու՞ չէ, նյարդի նաև նյութափոխանակությունը։ Մենք քիչ ենք շարժվում, մենք դարձել ենք քիչ շարժվող ազգ, գրասենյակային աշխատանքներով, խնջույքների սեղանի ժամերով սեղանի շուրջ նստելով եւ ընդհանրապես մենք այդքան սպորտային չենք, ինչպես նախկինում, ինչի մասին եւ մենք կարծում եմ շատ ազդարարելու ենք, որ առողջ առավոտը սկսում է սպորտից, շարժունակությունից։ Վստահ եմ, որ նրանք, ովքեր որ հենց նոր են սպորտի վազքից, քայլքից մոտեցել, մենք ձեզ առողջ առավոտ մաղթենք եւ դուք լավագույն օրինակը կարող եք լինել ձեր շրջապատի համար։ Եվ չմոռանանք ամենակարևորագույնը, որը պիտի ալկոհոլի հետ իհարկե նշել, իհարկե ծխախոտի եւ թմրանյութերի կիրառումը, որը որ անկախ ամեն ինչից բացի լյարդից իհարկե ընդունելի չէ միանշանակ, որը որ եւս կարող է բերել որոշակի լյարդային խնդիրների։ Միանշանակ ամփոփելով նշենք, որ առողջ ապրելակերպի մեջ մեր բոլոր գործողությունների վերջնական պատասխանատուներից մեկը լյարդն է, որտեղ բազմաթիվ, ինչպես տեսանյութում տեսանք, 500 եւ ավելի process է տեղի ունենում լյարդում։ Առողջ առավոտի հերթական թողարկումը մոտեցավ ավարտին եւ կարծես ավանդույթ դարձած, իհարկե վերջում մենք ուզում ենք մեր հղումն անել մեր սիրելի հեռուստադիտողին։ Բժշկությունն այսօրվա աշխարհում ուրիշ արժեք ունի, երբ բժշկի ձեռքում է ոչ թե պարզապես դեղամիջոցը, այլ երկրորդ կյանք տալու ուժը։ Եվ իհարկե, եթե այդ ուժը համեմված է փոխադարձ հարգանքով, վստահությամբ, համակարգային առողջապահական լուծումներով, ուրեմն պրոգնոզը, այսինքն կանխատեսումը հիվանդությունների մշտապես կլինի լավը։ Մենք երկուսով մեր սիրելի հեռուստադիտողին, մեր հայ ազգին մաղթենք առողջ առավոտ եւ հիշեցնենք, որ ձեր առավոտները պետք է լինեն առողջ։ Առողջությունը սկսում է առավոտ շուտ, լուսադեմին։ Երբ որ զարթնում ենք, չէ՞ միանշանակ։ Հերթական առողջ առավոտն է, որպես հաղորդում մոտենում ավարտին, իսկ սիրելի հեռուստադիտող, ձեր առողջ առավոտները դեռ առջևում են։ Մնացեք առողջ, վստահեք բժիշկներին եւ բժշկությանը։